Ողջույն սիրելիներ, հուլիսի 1-ին մի քանի ժամ անցկացնելու ենք Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Լենուղի բնակավայրում։ F-net-ն առաջարկում է կայուն ինտերնետ, խելացի դոմոֆոն, F-time ժամանցի հարթակ, անվտանգության համակարգեր, զանգահարիր 8988 կամ այցելիր fnet.am։ Ինչպես հասկացանք, Լենուղում խմելու ջուրը խնդիր է։ Դե եկել հասել ենք այստեղ, որպեսզի ուսումնասիրենք բնակավայրը և ճանաչենք տեղի ապրողներին։ Առաջարկում եմ միասին բացահայտենք ինչ կա չկա Լենուղում։ Չենք մոռանում մեր հաղորդաշարի գլխավոր հովանավորին՝ F-net Telecom ընկերությանը։ F-net-ը առաջարկում է գերարագ ինտերնետ կապ, բազմաթիվ հեռուստաալիքներ, F-time հարթակը, խելացի լուծումներ ավելի ապահով կյանք ունենալու համար։ Մանրամասների համար ընդամենը զանգահարեք 8988 հեռախոսահամարով։ Տիկին Անահիտ, ինչպես եք։ Ոչինչ։ Լավ գործի եք, հա։ Հա, իհարկե, ես սիրում եմ գործ անել, եթե ես պարապ եմ մնում, հիվանդանում է։ Ահա։ Եկել եք, որ օգնեք ձեր հարևանուհուն։ Այո։ Փաստորեն Լենուղում հարևանական կապը այսպես ջերմ է։ Շատ ջերմ է։ Եվ ոչ բոլորի հետ, բայց գրուպա կա, էլի, հարմար։ Ես 40 տարի է հոկտեմբերյանում եմ Երևանի եմ, ապրել եմ Սվերդլովի վրա, հորս մորս մերացույս եկել եմ պահել եմ, տունը կտակել են ինձ վրա։ Ես աստեղ մնում եմ որպես իմ ծերանոցը անձնական։ Երեխաներս Մոսկվայում են, աղջիկս էր Մոսկվայ, մահացել աղջիկս կորոնայից։ Ու սենց զբաղվում եմ աստեղ, եթե մնայի Երևանում շենքի մեջ ես չէի կարա այսքան դիմանայի։ Աշխատում եմ, որ ցվրվեմ։ Ясно։ Դեղցեք պահածոյացնում։ Դեղցեք պահածոյացնում։ Դեղցել ամեն ինչ։ Արդեն Արմավիրի մարզում դեղցը հասել է։ Էդի շուտ է հասնա։ Աշտան դեղցը դեռ չի հասել։ Մենակ Արարատի մարզում դեռ դեղց չկա։ Դե կար մարզեր, որ կարկուտը տարել է, ամեն ինչ։ Տեսնում եք ինչքան լավ է, երբ որ տանը մեծ է լինում։ Դե հիմա եթե մեծին հարգեն, մեծից վնաս չկա։ Իսկ եթե չեն հարգում, պարտադրում են, այսինքն պարտադրելով, մեծին չեն պարտադրում։ Մեծը իր հաճույքով պետք է անի։ Իհարկե։ Ես իմ երեխաներին պահել եմ, մեծացրել եմ, բայց չեմ կարա հիմա ասեմ երեխա պահեմ իմ այս տարիքին։ Միշտ ձեր հարևանուհուն օգնում եք պահածոյացնելու հարցում։ Հարևանուհուս հարցրու։ Հա։ Երեխաները նայելու հարցում, ամեն հարցում իրար օգնում ենք, ինքն էլ ինձ է օգնում որոշ բաներ։ Զանգով ամբողջ հարցերը գցում եք տեղը, էլի։ Ձեր հարևանու անուն ինչ է։ Անի։ Անին զանգում ասում է տիկին Անահիտ, պետք է բանկաները փակենք, չենք հասցնում։ Արի, հասի, օգնի։ Տիկին Անահիտն էլ իր գործերը դնում է մի կողմ։ Իր գործերս դնում եմ մի կողմ։ Всегда готов։ Այ ապրեք։ Մարդ պիտի ձեր նման հարևան ունենա։ Հա, շատ քիչ կան այտենց։ Ոչ մի տեսակ բարեկամական կապ չկա, չէ՞, մենակ հարևաններ եք։ Հարևաններ ենք, ոչ մի կապ չկա։ Ես եմ եկել իրան, թազատուն ա եղել, իրանց ընտանիքը կիսվել է, ես եմ եկել ծանոթացել իր հետ, ինքը չի եկել ինձ հետ ծանոթանա։ Տիկին Անահիտ, մենք առաջին անգամ ենք Լենուղում, երևի մարդիկ էլ չգիտեն, որ Լենուղի անունով գյուղ ունենք Հայաստանում։ Էշմիածինում էլ Լենուղի կա։ Հա։ Հա։
Սա կոնկրետ պատկանում է Արմավիր քաղաքին։ Սա Արմավիրին, ոնց որ հոկտեմբերյան էլի, որ միշտ եղել է, ասել ենք, Արմավիրի քաղաքին է պատկանում։ Փոքր գյուղ է ինքը։ Չի ասի այդքան փոքր է։ Սարդարապատ գնա, որ գնում ես, Սարդարապատը ճանապարհ կա, այնտեղից որ մտնում ես Լենոյ։ Հիմա եկել ենք տեսնենք մարդիկ ինչով են զբաղվում, Մարդիկ դա ես օրինակ հայաթով եմ զբաղվում, շլանգը ձեռքից առբակ չկա։ Այս արվի ջուր, այս հորած ջուրն է ժամով են տալիս 10-ից մինչև 2-ը, երեկոյան 6-ից մինչև 8-ը։ Հասցրեցիր մի բան ջրեցիր, չէ, չորանա սա։ Ու ինքն էլ աղի ջուր է։ Որոքման ջուրը ուրիշ սնունդ ունի, աղի ջուրը вообще ուրիշ սնունդ ունի, մի անգամից աղա չորանում է։ Դե ամեն օր երկու օրը մեկ պետք է ջրես։ Սա որը շլանգը ձեռից է։ Խմելու ջուրն էլ է, չէ՞, այստեղ։ Խմելու ջուրն էլ բերում են Թալենի ջուրը։ Առնում եք։ Առնում ենք։ Բա։ Այս որ դառնա։ Բա որ դառնա, քաղաքին կպած է, որ վերցնես քաղաքին կպած է։ Որ դառնա, որ մենք հələ վաղ այդ որոքման ջրի հետ էլ այդ ջուրն էր գալիս, այդ արտիզանի ջուրն էր գալիս։ Մեջը ինչ ասես կար։ Դրա համար էլ փող էին հավաքում։ Հիմա էլ ենք ամիսը 500 դրամ փող ենք տալ այդ ջրին։ Դե ասենք տուն կա 10 հոգի է, 7 հոգի է, նա էլ է 500 տալի, ես էլ թոշակառը, ես էլ եմ 500 տալի։ Ռոռոկման ջրին։ Ռոռոկման ջրին, հա, այս արտիզանի ջրին։ Ռոռոկման ջուր չի գալիս մեր այսքան այս շենքերի մոտ, ռոռոկման չի գալիս։ Տիկին Անայդ, հիմա մարդիկ դաշտում ծիրան են հավաքում։ Այո։ Կհասցնեն գնալ նրանց տեսնել։ Իհարկե, նրանք մինչև 8-ը հավաքում են, մինչև 8-ը գնելը։ Դե ուրեմն գնանք դաշտերը։ Խնդրեմ գնացեք։ Ձեր հարևանուհու ամուսինը ասաց մեզ կտանի։ Հիմա տեսնենք գնաց, թե մեզ է սպասում։ Չէ, նա որ խոստացել է, չի գնա։ Եթե ուզում եք ծիրան ուտեք, ապա եկեք Արմավիրի մարզ գյուղ Լենուղի ժողովուրդ ջան։ Էներգիավինը չէր հասել։ Էսի լավ ծիրան է, նա ծրանից կեր քույր ջան։ Սրանից, հա։ Համով ծիրանը։ Ձեր մոտ ծիրանները ասեն սորտերի բաժանվում են, թե չէ։ Օրինակ կա շուտա հաս ծիրան կա, ուշահաս ծիրան, հա։ Բոլորից էլ ունենք։ Հա։ Հիմա էսի իսկական չրի ծիրանն է։ Հա։ Այս ծիրանը։ Հիմա այս ծիրանը, որ հավաքում եք ժողովուրդ, ինչ եք անելու։ Այս ծիրանը կոնկրետ մենք դնելու ենք սառնարան։ Հիմա մտածում ենք, որ պետք է գինը ավելի բարձրանա, չնայած այս տարի համեմատած անցած տարիներին բարձր է գինը։ Բայց մտածում ենք, որ քիչ է, մի քիչ էլ կարանանք, եթե կարանանք մի 100 դրամ էլ թանկ ծախենք, մեր համար պետք է ահագին բան է, էլի։ Ծիրանը քիչ է այն պատճառով, որ եղանակը փչացրեց բերքը։ Կարկուտը, անձրևը։ Չէ, կարկուտ մեր մոտ չի եկել։ Հիմա որ ճիշտն ասեմ, չենք էլ կարող հասկանանք ինչն է պատճառը, որ չի եղել։ Անցած տարվա հետ որ համեմատում եք, ոնց է։ Չկա։ Ընդհանրապես չկա։ Այս տարի պաշաղի գործ է, տեսի ուրիշ սորտ է, այս այդ խառը սորտերից կա որ բռնել է լավ։ Բայց այդ շալախը այնց վիճակ է, որ էդի չհավաքելու է, էլի, այն լավ տարիները, որ այտենց թողել ենք, այսինքն էդի պաշաղ ենք համարել, թողել ենք, այտենց պաշաղ անելու գործը։ Բայց կարող եք օրինակ ծիրանը վաճառելով այս տարվա ծախսերի տակից դուրս գաք, այսպես ասած։ Հիմա սենց ասեմ, այն մի դաշտը, այնտեղ 2 հեկտար դաշտ է, այնտեղ իր ծախսը չի հանի։ Հիմա ստեղ մոտ մի հեկտար ու կես ավել դաշտ է, ստեղ այն մի հատվածը չկա, այս մի հատվածը, որ խառը սորտերը մի քիչ շատ է եղել, այդտեղ
մի քիչ կա, ասենք մեկը մեկին կփագի ծախսը կհանենք, ասենց ասեմ։ Հետո մենք սառնարան ունենք, դնում ենք մեր սառնարանը, հիմա մարդ կա սառնարանը չունի, հնարավորություն չունի, ինչ ձևով ուզեն տանում է։ Օրինակ երեք ոնց որ ասում էին, պետք է 500-ով հավաքեն ծիրանը։ 100 դրամ, այսինքն իջացրել են։ Հիմա եթե մարդը պահելու հնարավորություն չունի, ուզի պետք է տա, որ 200 էլ ասեմ, պետք է տա։ Բայց մենք կարում ենք այս տարի կարանք դնենք սառնարանը մեր բախտից, հույսի վրա էլի, եթե թանկ կարացանք ծախենք, թանկ կծախենք, եթե չէ, այսինքն չենք կարող ասենք լավ կլինի թե վատ։ Հնարավոր է, որ այդ 500 կամ 600-ով էլ չկարանանք ծախենք։ Պատկերացնում ենք, որ պետք է այս տարի որ քիչ է թանկ լինի էլի։ Արտահանման հետ կապված խնդիր ունենք։ Հիմա ծիրանը կարող ենք Ռուսաստան տանել, թե Ես չեմ իմանում ուր են տանում, բայց տանողները հենց հիմա այս պահին ման են գալի, որ ծիրան գտնեն տանեն։ հա։ Ու մեզ շատ եկել են, հարցրել են, որ ասենք դուր մեզ մենք տանենք ձեր ապրանքը, չենք տվել, որտեղ մտածում ենք կարանք թանկ ծախենք։ Այսինքն տանելու հետ արտահանման հետ կապված խնդիր չկա։ Իմ պատկերացնելով կարողա կա, բայց եթե գալիս են գյուղացու ապրանքը ուզում են, գյուղացին կարում է իր ապրանքը վաճառի, ուրեմն խնդիր չկա։ Մեր համար չկա։ Մենակ Արարատի մարզում մեզ ասացին, որ տանելու են Վրաստան ծիրանը։ Վրաստանից նոր տանելու են Ռուսաստան։ Հա, հիմա մենք չենք իմանում այդ ինչ ճանապարհով ուր է այդում։ Հա։ Հիմա մեզի այս բային հետաքրքիրը չի էտի էլի, մեզի հետաքրքիր է մեր ապրանքը տանողը լինի, տանի ու այդ տանողը կա այս բային։ Այո, դա շատ լավ է։ Ինչպես տեսնում ենք, համարյա քաղել վերջացրել եք։ Հա, հենց չենք վերջացրել, բայց քաղացի հաշիվ է էլի։ Հա, ծառերին որ այսպես նայում եմ, այն կողմերը Մենք օրինակ ընդհանրապես ծիրան չկա։ Մենք դաշտեր շատ ունենք, մոտ 8 հեկտար ծիրանի այգի ունենք։ Հա։ Հիմա այս լավ չլնելու ամեն տարի մի բան խանգարում է, որ չլինի, չստացվի, 2 հեկտար այս տարի քանդել ենք, ձմերուկ ենք դրել։ Ուզում ենք դեղց տնենք։ Տեսնենք որը օգուտ կտա։ Չէ, ձմերուկը նես չի, որ ինքը ուղղակի այս տարի ձմերուկ կդնենք, գալող տարի ուզում ենք դեղցի այգի սարքենք, որ դեղցը ոնց որ ավելի որ ոչ մի բան չէ, աշխատուժը քիչ էս աշխատուժ օգտագործում ու հիմա աշխատուժը դարել է մի հատ մեծ խնդիր ու պրոբլեմ։ Իրա դարձել։ Այսօր լավ չի հասել, սրանք եւս քաղում եք, թե թողնում եք որ հասնի։ Աշխատում ենք հասածները հավաքում։ Հիմա այս մեր մոտ հավաքողները բանը հնդիկ կային, այսօր մի քիչ լավ չէին զգում, իրանց չեն եկել։ Հետո մի քիչ որ այսօր ավելի քիչ էր, դրա համար չեն եղել։ Մեր հայ տղաները ուր են։ Մեծ եմ ասում եմ։ Լեն ուղեցի տղերքը ուր են։ Չկա, քիչ են, աշխատուժ չկա։ Այո, չեն սիրում հողի հետ աշխատել իմիկվա երիտասարդները։ Հիմա նայում են մարդիկ, որտեղ ավելի շատ եկամուտ կա, որտեղ հեշտ ու շատ կարան աշխատեն, այնտեղ են աշխատում։ Իրենց պետք է արևի տակ գան, չարչարվեն։ Չի կարա ստիպի կամ մեղադրի։ Այո։ Որտեղ մարդը նայում է իրան ավելի հարմար աշխատանք անում։ Ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ եղել են, թե սրանից մի քանի տարի առաջ եղել են, բայց հիմա պատկերացրա այնքան ըստեղ լուրջ խնդիր կար ոռոգման ջրի հետ կապված։ Հիմա ըստեղ նայ այնց ենք սարքել, որ այս մեջտեղը չենք ջրում։ Հա։ Այսինքն էսի ընդհանուր ջրվում էր, խոտը մի հատ հավելյալ մեզի եկամուտ էր։ Բայց քանի որ ջուրը խնդիր էր, չէին կարում ջրեինք, այնց ենք սարքել, որ մենակ ծառի մոտը ջրվի, այսինքն քիչ ջուր օգտագործենք, կարողանանք ջրենք։ Բայց հիմա այս քանի տարին այնքան ջուրը լավ է, խնդիր չկա էլի։ Հիմա շատ լավ է։ Գոհ եք եղել այս տարի։ Ոչ թե այս տարի, այս մի քանի տարի է, արդեն շատ լավ է, դժգոհելու տեղ չունենք։ Թու աչքով չտանք։ Շնորհակալ ենք շատ։ Մենք էլ ենք շնորհակալ, որ եկել եք, մեզնով հետաքրքրվում եք։ Էսի իմ համար ես տենց եմ մտածում, որ կարևոր ու լավ բան է, որ վերջը մեր գյուղն էլ ճանաչեն, այս հողագործությունը, դաշտը, ծիրանը, հիմա տես քաղաքում կարող ասեն ծիրանը շատ թանկ է։
Հիմա մենք ծիրանը ծախում ենք 500 դրամ, լավ ծիրան է։ Քաղաքում կարող է լինի 5000 դրամ։ Դա ես ասում եմ գյուղացին 5000 դրամով ծիրան է ծախել։ Ասում եմ մենք փող չունենք, բայց դա տենց չի էլի։ Բարև։ Բարև դες։ Ոնց ես։ Վայ։ Հայաստան ես Ալի Եգիպտոս աշխատի Արմենիա Ծիրան էսի հարուտ աղբրես շատ լավ է I am very happy here to work here with my friend and I love Armenia so much. Oh. I wish if I stay here I will make my paper and I will stay here for a long time. Oh, քան տարի է որ էստեղ ապրում։ Ասում եմ, սիրում եմ Հայաստանը, սիրում եմ հայերին։ Ուրախ եմ, որ էստեղ եմ։ Տարից տեղ ես, չէ։ Հա։ Հենց Լենուղում է ապրում։ Չէ, այս մի քանի ամիս է եկել, ինքը վարպետ է։ Հա, ինչի վարպետ է։ Այգևանի դպրոցի Եկեք մոտիկ։ Այգևանի դպրոցի այդ սվաղը, այդ աշխատանքները համարյա ինքն է արել իր գրուպով։ Հիմա իր գրուպեն գնացել է, համարյա թե ավարտել են։ Հա։ Գնացել է Երևան ուրիշ գործի, ինքը մնացել է այստեղ, ինքը շատ լավ մարդ է, հա։ Ազնիվ, լավ մարդ է։ բարեհոգի։ Շատ լավ աշխատում։ Հա, համ շատ լավ աշխատում է, համ էլ իր մարդ տեսակը լավն է։ Այսինքն կան մեջները, որ գալիս են զբաղվում են խմելով, այդ իրանց աշխատածը, այդ օր աշխատում են ծախսել։ Իսկ ինքը ասում է իմ երեխեք 4 հատ երեխա ունեմ։ Ասում է եթե իրանց փող ուղարկեմ, իրանք լավը լինեն, ես լավ եմ։ Ես էլ այտենց մարդկանց հարգում եմ ու աշխատում եմ իր համար ինչքան կարամ լավն անեմ։ Եգիպտոսում է ապրում։ Որ քաղաքում, թե գյուղում։ Եգիպտոս ո՞րդ է։ Ալեքսանդրիա։ Ալեքսանդրիա։ Օ։ Մատեսնես, ինչի որոշեց որ գա Հայաստան։ Ինչու որոշեցի գաք Հայաստան։ Աշխատանքը այնտեղ ոնց որ մի քիչ խնդիր է եղել։ Հա, աշխատանքի համար քիչ են բարձրացրում։ Հիմա ես գնա աշխատել։ Գնում ես աշխատել։ Ուր։ نعناع الجنين المسكي في حيطان شجر المسترح ضلل على عيدان في عشق البنات أنا كنت نابليون ترمبيلي وقف عجلات وبندريون My family, how are you? I am very good. I wish I see you soon. Ապրեք։ Thank you so much. Աշոտ այնքան համով էր թանը, մի շնչում խմեցի։ Շատ դուրս եկա։ Թաթվայնությունը իրող, սառնությունը հաճելի էր։ Բայց չեմ ասի, թե որտեղ է արտադրվում այս թանը, որպեսզի դուք տեղը չիմանաք ու չառնեք։ Այս թանի տեղը իմանալու մենակ ես։ Եղավ։ Ինձ էլ կա։ Հա։ Ողջույն։ Ողջույն։ Ոնց ես։ Լավ եմ։ Ինչ կա չկա։ Բան չկա։ Քո անունը ի՞նչ է։ Հասան։ Հասան, դու ազգությամբ Եզդեմ։ եզդի ես։ Հա։ Քանի տարեկան ես։ 9։ Գյուղում ո՞նց է անցնում քո կյանքը։ Ինչով ես սիրում զբաղվել։ Պապիկիս օգնեմ։ Ո՞նք ես խանութ ուղարկել։ Մամաս։ Հա, ինչ է ասել։ Կլե առնեմ։ Ինչ եք անելու այդ կլեն։ Բանա պոկվե։ Պետք է կպցնեք։ Հա։ Ահա, շատ լավ։ Բա ամառային հանգիստը ո՞նց է անցնում։ Լավ։ Կասես ինչ ես անում այս ամառվա շոկ օրերին։ Ինչ անեմ, բան չկա անելու։ Գիրք կարդում ես։ Հա։ Որն ես կարդում։ Հեքիաթ տարբեր գրքեր են։ Տնային հանձնարարությունները անում ես։ Ես ստե չեմ ապրում։ Բա որտեղ ես ապրում։ Մրգաշատում եմ ապրում, եկել եմ պապիս տուն։ Վաղը պետքա գնամ։ Հա, հյուր ես եկել։ Հա։ Հասկացա։ Բա որ գյուղն է ավելի լավը։ Էսի։ Պապիկի գյուղը։ Հա։ Հասկացա։ Դե շատ լավ Հասան ջան։ Ուրեմն գնա տուն, արևի տակ շատ չմնաս, լավ։
Տիկին Շուշան, ես ինչ շոկ է ձեր մարզում։ Մենք սովոր ենք, աղջիկ ջան։ Մենք գիտենք Արարատի մարզում ավելի շոկ է, դու մի ասա չէ, Արմավիրը կրել է Արարատին։ Այո, կրել է։ Շատ շոկ է, բայց ես դիմանամ կչգիտեմ։ Դուք որտեղի աղջիկ եք։ Ես Արթիկի Լեռնագերտ գյուղի աղջիկ եմ, եղել ամուսնացել եմ Լեննական, 15 տարի ապրել եմ Լեննականում, ամուսնուս ընկերն որ կերտարկուքար առևտուր կաներ, աղջիկ ջան, ես խնդրի թե ես կուզեմ որ կամ ստեղ ապրեմ։ Ու եկանք մենք ապրանք, դոմիկ դրինք, դոմիկից հետո քիչ տունը սարքինք, հանինք պոտի փարկասու։ Ճիշտ է, ես հմիկ ապրեմ իմ ամուսնու շնորհիվ, որ տունը ստեղծեց, սարքեց, չինեց, բայց իր կյանքը շատ կարճ եղավ, շատ դժվար է։ Մահացել է ձեր ամուսինը։ Այո, հիվանդությունը չկրացան կնեին, մահացավ։ Եղավ 3 տարի։ Շատ եք կարոտում նրան։ Շատ։ Անունը ինչ էր։ Սիմոն, ճիշտ է, ձևական խոսամքը, ձևական խնդամքը, բայց թե ներքին շատ դժվար է։ Այդ տարիները կորցրել ենք 5 հատ, 58 տարեկան աղբեր սեր, 58 տարեկան են մյուս հարսը սեր, 58 տարեկան ամուսին սեր, են մյուս հարսս 54 տարեկաններ, մեկ տարվա մեջ համարյա եւ մենք ունեցել ենք 5 հատ կորուստ։ Այդքանից հետո պետքա Այդքանից հետո այդ պատերազմի ժամանակ էլ քրոջս տղեն զոհվավ, աղջկաս թայներ։ Անունը ինչ էր։ Հայկ։ Հայկ։ Այդ տանջանքից հետո ես որոշի որ չէ, կյանքը պիտի շարունակվի կը։ Օրսեմ թե 100%-անոց կապրիմ, էդի սուտ կեղնի, բայց պակասը չեմ ապրել։ Իմ տարը քրտինքով, սարքելով, շինելով, կտրվելով ապրել ենք։ Գյուղացու կյանքն էլ էս է, ճիշտ է 15 տարի ապրել եմ քաղաքը, բայց թե գյուղացու կյանքն էս է, սիրել եմ գյուղի կյանք, սիրել եմ ունենալ, սիրել եմ որ ուրիշից հետ չմնամ։ Հիմա ինչով եք այստեղ զբաղվում, Տիկին Շուշան։ Հիմա իմ հայատն է, իմ հայաթով գործի կերտամ, դաշտերը կաշխատին, գյուղատնտեսությունն է։ Օգնում եք էլի մարդկանց, հա։ Դե հա, կաշխատիմ գումարով հետ կուքամ, կաշխատիմ այգե գործությամբ։ Ծիրան եք հավաքում։ Չէ, խաղողի մշակումն է շատը։ Հա։ Ծիրանել եմ հավաքի, դեղցել եմ հավաքի, գիլազել եմ հավաքի, քախանել եմ մերեն, բերք եմ հավաքի, խառը, որը ռաստեկա, զգացի որ կրամ, կենեմ։ Հա։ Տիկին Շուշան, իսկ Լենուղում մեկդ մյուսի ճանաչում եք։ Ես համարյա թե հա 24 տարի ստեղ կապրիմ, համարյա թե լրևին կճանաչեմ։ Տրանսպորտ ունեք դեպի Տրանսպորտ Արմավիր կա, բայց շաբաթ կիրակի չկա, շատ դժվարությամբ կելնենք այնինք, տաքսի պիտի կանչենք ու երթան կամ։ Մարդկա ավտո ունի, ճիշտ է, մենք էլ ունենք, բայց թե տրանսպորտի խնդիրը շատ դժվար է, ասենք մյուս գյուղերի համեմատ դժվար է։ Դեպի Երևան գնացող կա։ Չէ, ստիս դերտաս հոկտեմբերյան նոր նստիս երթաս։ Բոլոր գյուղերն էլ այդպես է, մեկից պրյամո հոկտեմբերյան չես Երևան չես կրա։ Գիտենք, որ խմելու ջրի խնդիր ունեք, ջուրը առնում եք։ Ջուրը համ կառնենք, համ էլ արտիզան է, ասենք առավոտ կուտան, իրիկուն կուտան, էդ է, ջրի խնդիրն է։ Գյուղում դպրոց մանկապարտեզ ունեք։ Մանկապարտեզ նորեն եղավեսի երկրորդ տարին է, որ կսարքեն, դպրոց ունենք, շատ լավ դպրոցի դիրեկտոր ունենք, շատ լավ կազմակերպող, ամեն ինչով տեղը։ Տիկին Շուշան, մատ կոնյակի գինու գործարանը հենց Լենուղում է գտնվում։ Հա, այս մեր քիչում քիշնից ցած աղջիկս դեռ կա աշխատի։ Մեր 15 րոպեիվա ճանապարհ է։ Աշխատատեղեր կան գյուղում։ Կա, եթե թասիբ ունեցար աղջիկ ջան, կյանքում սոված չես մնա։ Ճիշտ եք, պետք չի ոչ մեկի հույսին մնալ։ Հա, հենց Մարդ այդ կարող է չէ։ իրենը ստեղծել։ Եթե մարդը կրա ձեր ունի Աստված սեր տվել է, ոտ տվել է, ուղեղը տվել է, գնա աշխատի ապրի։ Կարևոր չէ, ես շատ գիտեմ իշ ճոխ ձևի,
բայց դե էլի քու գոյությունը կպայես։ Ուրախ եմ, որ գյուղը գործարան կար, իմ երեխուն ղրգեցի աշխատավ։ Ինքը իր փողի ղադրը իմացավ, իր քրտինքը իմացավ, բայց էդ էլ ասեմ, որ մեր գյուղի ջահելները շատ լավ թասիբով աշխատող երեխա են։ Այսպես մարդ չկա, որ սես թե կնա մտի հենց մի մտի մեկի տուն, որ ջահելը պարկաս մեջքի վրա քնած է։ Այս ժամի քնած։ Այս ժամին մարդիկ դաշտերն են։ Այդպես մարդ չկա, որ դաշտերը չեղնեն, չաշխատին, հեշ մեկից է ձեր չեն մուրա, թե 2 կոպեկ փող տա սնձի։ Ես եղավ 24 տարի ստեղ կապրեմ, ես այդպես բան չեմ տեսել։ Շատ լավ հարևաններ ունեմ, նոր սկսել են սենք ապրելը, շատ լավ է։ Տեսան, որ տներ են կառուցում։ Հա, էդի մեր գյուղը բան կար, շենքեր կար, դեղից հանեն, բդի մարդկանց փող են տվել, իրանք Այդտեղ տներ կառուցում։ տնեն, հա։ Ապրեք ամեն ինչի համար։ Մենք էլ գնանք, տեսնենք ինչ կա, չկա, Լենուղում։ Գնա աղջիկ ջան, գնա տես, ես որ տեսելի կասեմ, որ չեմ մտնել առօրյայի մեջ, որսեմ գիտես, ես այ մեր ճամփեն որ սարքվի, լասերը քաշվի, ամեն ինչն է լավ կերնի։ Փողոցում լույս չկա։ Մեր հենց անձա մեր փողոցում լույս չկա, մութ է, ջուրն է նոր սկսել են քաշելը, չնայած մենք մեր փողով են քաշել, բայց թե կուզեմ որ բոլորն էլ ունենան, բոլորն էլ Այս փողոցը ոնց է կոչվում։ Էսի 12 փողոց, 12 փողոցն է։ Ահա, ուրեմն Կարող է եւ ժամանակը կա, ես լիժբը կաշ չունեմ, ժամանակը կա, փողոց է, ջուրնել ունենան, կազնել ունենան, լուսնել ունենան, դա ամեն ինչն է քիչ պետք է անա։ մի րոպե, այսինքն բնական գազ չկա այս փողոցում։ Չէ, Գյուղում կա։ գյուղում կա, այն փողոցում կողմը, հա, չկա։ գյուղում կա, բոլորն էլ ունեն, դա մենք էլ նոր ենք եկել։ Լենուղու 12-րդ փողոցը համ լուսավորեք, համ էլ բնական գազ քաշեք, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել։ Այո, Փողոց ճիշտ է։ բերեք գազը։ Հայք, բարի օր, Ըսես, ո՞նց ես։ լավ, Շատ սիրուն են քո աչքերը։ շնորհակալություն։ Ինչ կա, չկա։ Բան չէ։ Հեծանիվ ես քշում ես շոքին։ Բան ու գործ չկար, էլի։ Հեծանիվդ վերցրիր, տնից փախր։ Դե կար։ Հա։ Մինչև ջրերը տարամ, Ահա։ բասեն լսվել է, ասացի մի քիչ հեծանիվ քշեմ։ Հələ մի րոպե, դուք տանը բասեին ունեք։ Օ, Փուշիկ, փուչիկ։ բայց մեծ է։ Ինչքան է բարձրությունը։ Մի իսկում կլինի։ Բա երկարությունը։ Քանի հոգով կարող եք այդտեղ լողալ։ 3-4։ Հա, շատ լավ է։ Աշոտն էլ ասում էր լողավազան եմ ուզում, լողանամ, շոքա։ Ահա, Աշոտ։ Կգնաս Հայկինս տունը չոփ-չոփ կանես քո համար։ Ամառային արձակուրդը ոնց է անցնում։ Լավ, սա երևի մի քանի ամսից գնամ ճամբար։ Մի քանի ամսից, թե մի քանի օրից, արդեն հուլիսի 1-ն է։ Դու ունես 2 ամի ժամանակ։ Տան նման տեղ կա, այդտեղ գնում ենք աղոթում ենք, իրանք են մեզի տանում։ Հա, հասկացա։ Իսկ որտեղ եք գնալու, որ գյուղ։ Հանքավան։ Հանքավան, շատ լավ է։ Արմավիրի շոքից փախնելու եք գնաք Հով Մարս։ Իբր էլի, Կոտայքում էլ է շատ շոկ, ասեմ իմացի, բայց չի Արմավիրում արևը լավ այրում է։ Հայկ առաջարկում եմ արևի տակ երկար չկանգնենք, մեկը ազատ ես, չէ հիմա։ Մեզ գյուղ հետ կծանոթացնես։ Շատ լավ։ Գյուղի հետ կապված ինչ երազանքներ ունես դու։ Այս գյուղի հետ ոչ մի վատ բաներ չլինի, կայուն գյուղ լինի։ Նայ, այսպես որ նայում եմ ձեր գյուղին, ուզում եմ ասեմ, նայ, բնական գազ չկա փողոցներում, բնական գազ քաշեն, ուզում եմ ասեմ, որ փողոցները լուսավոր են, ճանապարհները ասֆալտապատ են, խմելու ջուր ունենաք տներում, ծորակը բացեք, նորմալ ջուր գա, որ չգնաք, ջուրը առնեք։ Ուզում եմ աշխատանք լինի, մարդիկ իրենց աշխատանքից գոհ լինեն, իրենց բերքու բարիքից գոհ լինեն, վաճառքից գոհ լինեն։ Օրինակ դու քանի տարեկան ես։ 9։
Քո ապագան ինչպես ես պատկերացնում։ Դե պատկերացնում եմ, որ ես մեծանամ, սկզբից մի քիչ գումար կհավաքեմ, որ ընդունվեմ սպորտի, սպորտում մասնակցեմ լիքը մրցույթների, հաղթեմ, ես էլ դառնամ հայտնի։ Սպորտով զբաղվում ես։ Հա։ Այս պահին։ Խմբակ հաճախում ես։ Խմբակ դպրոցում շախմատի խմբակ եմ գնում։ Շախմատից էլ եմ ուժեղ։ Սպորտին վերաբերվող հələ դպրոցում չկա, պետքա բացենք։ Արևիկ ինքը Ռուզաննանն է, մեր գյուղի լավ աղջիկներից է։ Հաճելի է շատ Ռուզաննա ջան։ Ոնց ես։ Լավ եմ, դուք ոնց եք։ Լավ, գործերդ ոնց են։ Լավ։ Ինչ կա չկա Լենուղում։ Չէ։ Ինչի համար է ձեր գյուղը կոչվել Լենուղի։ Չգիտեմ տոց։ Փողոցները լայն են դրա համար։ Հայկ դու գիտես։ Չգիտեմ, բայց հաստատ որ փողոցները լայն են դրա համար չի։ Ռուզաննա, ինչով ես զբաղվում ամբողջ օրը։ Տասով ու նկարում։ Նկարում ես։ Խմբակների հաճախում ես, իսկ դու ինչ ես դառնալու, երբ որ մեծանաս։ Բժիշկ։ Բժիշկ։ Ինչի համար ես որոշել բժիշկ դառնաս։ Դե ես շատ եմ պարգևանդանացնում, արդեն սիրել եմ բաներին, դասած բաներին։ Բժիշկներին։ Արդեն ասում բժիշկ։ Շատ ես պարգել, ինչի համար։ Դե հիվանդ եմ եղել, այդ վաղտները, փոքր ժամանակ։ Հա։ Հիմա քանի տարեկան ես։ 8։ Որն ես սիրում Երևանը թե Լենուղին։ Երևան։ Ինչի։ Երևանում մարգուր ունեմ, լիքը հարազատներ ունեմ, դրա համար եմ սիրում։ Այնտեղ ավելի աշխույժ է, կյանքը ավելի ուրախ է անցնում։ Հա, համը լիքը կարուսելներ կա։ Գյուղում ընդհանրապես կարուսելներ չկան։ Խաղահրապարակ չկա, այստեղ։ Հոկտեմբերյանում կա, բայց այստեղ չկա։ Այստեղ երևի 2 հատ խաղալու տեղ կա դպրոցում է, բայց ինքը դրուբաներից է, ֆիզկուլտի համար է դրանք նախատեսված, գալիս են մարզվում են, բայց այդտեղ շատերը ուղղակի գալիս են զվարճանում են։ Այսինքն ձեր գյուղի երեխաները ունեն խաղահրապարակի կարիք նաև, որ երեխաներով երեկոյան հավաքվեք, գնաք խաղահրապարակում, խաղասարքերով խաղաք։ Սարքում են արդեն։ Այստեղ շենքերը քանդում են, դրա տեղը խաղահրապարակ են սարքելու հոկտեմբերյանի Սոմալի նման տեղ, որքան խաղան։ Շատ լավ է։ Ապրես Ռուզաննա, մի խոսքով գոհ ես կյանքից։ Կյանքը ուրախ, ապրուստը ձրի։ Լավ անցնում է։ Բարև ձեզ։ Բարև հազար բարով եկեք Ազիջան, ուրախ ենք ձեզ տեսնելու, ձեր հաղորդումները նայում ենք, ուրախանում ենք։ Լավ կինոներ եք դնում։ Հա։ Ապրեք շատ։ Ձեր անուն ինչ է։ Գրետա։ Դուք Գրետան եք, իսկ դուք։ Նիկոլը։ Նիկոլը։ Վազգանունը ինչ է ձեր։ Սարգսյանը, Նիկոլ Սարգսյանը։ Եկել ենք ծանոթանանք Լենուղու բնակիչների հետ։ Շատ ընդիր ժողովուրդ կա։ Աշխատասեր ժողովուրդ է, մեկը մեկին հասնող։ Շատ լավ է։ Հա։ Վիճակը ապրում են էլի, մի քիչ թերություններ կա, ասենք։ Ճանապարհները ասֆալտամատ, բայց ամեն դեպքում լավ է։ Մանավանդես վերջի տարիներին շատ լավ է։ Մեր գյուղապետը շատ լավ տղա է։ Դպրոց մանկապարտեզն են ասարկում, հիվանդանոց բուժկլինիկա, ամեն ինչ նորմալ է։ Ջրագծերը սաղ փոխեցին գյուղին։ Ճանապարհները մաքուր, Լավ է։ նայում ես հավեսը գալիս է։ Զիբիլ հավաքող մեքենան ամեն 5 շաբթի Հա, ամեն գալիս մեզ մաքրում տանում է։ Լավ է, շնորհակալություն, շատ լավ է։ Թոշակներով ծրիչ նեղան 50,000 լավ էլի կամ ենք էլի։ Իսկ ասեք գյուղը ինչի համար են կոչել Լենուղի։ Ես էլի չեմ կարող ասեմ, ժողովրդի ժամանակը Լենուղի Ստալինի համար սովխոզ էր էսի։ Ստալինի համար սովխոզ հետո որ մնաց 6-րդ սովխոզ։ Հետո կոմունիստների ժամանակ փոխավ Լենուղի։ Yani Լենինյան ուղի, այդպես կարելի ասել։ Դե ցեն ասում, հետո եղավ Լենուղի։ Կապել են Լենինի հետ, էլի։ Դե Լենինի հետ է կապնված, թե այդ ուղին ինչ ուղի է, չգիտեմ, ոնց ասեմ։ Տեսանք, որ այստեղ մարդիկ զբաղվում են հողագործությամբ, ծիրանի բերքահավաքով։ Շինարարություն են անում, նոր թափ են առել ժողովուրդը, շենքեր են սարքում։
Լավ է, ված չի։ Շատ լավ է հիմա։ Մեծ շատ հարևանասեր են, շատ ժողովրդամոտ են, շատ բարեհամբույր ժողովուրդ են։ Պարոն Նիկոլ, ասում են, որ գյուղի բնակիչների նախնիները այստեղ են տեղափոխվել Եգիպտոսից, Իրանից, հա։ Էդի կա, դե սոխոզը որ գյուղ չի, սոխոզը եղել որ հավաքածու եղել։ Պաշտաստանից էլ են եկել, Սիրիայից էլ են եկել, Սարի գյուղերից էլ են եկել, ես Թալենից եմ, դեռ Թալենից եմ եկել, տարբեր տեղերից են։ Տարբեր, համ երկրներից, համ Հայաստանի տարբեր գյուղերից այստեղ ապրողներ կան։ Լեննականից էլ կա, հետո երկրաշարժը որ եղավ Ղուգասյանում, երկրաշարժի ժամանակ տեղափոխվան մի քանի տուն այստեղ շատ։ Հենց այդ ժամանակ եկան այստեղ։ Այն փողոցը լրիվ երկրաշարժի մնա։ Դա դրամայ սոխոզը գյուղ չի, ասենք, Ես հոկտեմբեր Սարդարավատ գյուղը, չէ՞։ Հա։ Էդի գյուղը որ իրանք 100 տարվա, 1000 տարվա պատմություն ունի։ Հա։ Բայց ես գյուղը ինձ թվում է 25 թվին նա կամ 30 թվին է։ 1930-ական։ Թվերին է։ Հա, այդ թվերին է կառուցվել։ Հա։ Լավ է։ Հապրեք ժողովուրդ ջան։ Լավ է։ Մի ժամանակ մի քիչ դե վատ էր, բայց դե հիմի լավ է։ Ձեր փողոցում բնական գազ ունեք։ Այո, բնական գազը են ատելուբեր։ Հա։ Բնական գազել ունենք, լուսավորված։ Ջերիտորիվաները, լարչեր խողովակները փոխեցին բոլորը կապրոնից են դրել, շատ ընտիր է, շատ գոհենք, շնորհակալ։ Գյուղապետը շատ լավ աշխատում։ Ապրի։ Ձեզնից է շնորհակալ ենք, առողջ եղեք, ամենակարևորը։ Դուք էլ ապրեք, ազի։ Քիչ բարգացեք։ Դու ինչ կա, թող աշխարհի խաղաղություն եղնի մեր երեխեքը չետան, ես երկու հատ կորուստ ունեմ։ Թող լավ լինի, խաղաղ լինի։ Մի քիչ կուտենք, բայց թող խաղաղ լինի։ Լավ կլինի։ Դուք էլ սիրով եղեք իրար հետ։ Շնորհակալ ենք։ Մենք արդեն 50 տարի է։ 56 տարեկան ենք։ 56 տարվա ամուսիններ ենք։ Սիրով ապրում եք միասին։ Շատ դի։ Երեխեքս լավ են, թորներս լավ են, ամենակարևորը Աշխատում ապրում են։ ջահելությունը լավ է։ Դեմից եկած զինվորական ունեմ հարսս, երկու թորներս։ Հարսս մայորա։ Նստեք ազիջան տանին ձեռով մի հատ կոպետ սարքեմ բերեմ։ Ապրեք շատ։ Մեզ գյուղում լավ նայել են, ապրեք, նեղություն մի քաշեք, չէ։ Ինչի՞ Լավ է։ Հաջորդ անգամ էլ ձեզ հետ կսրճենք։ Շատ ընդիր գյուղ է։ Շատ իրար հասնող։ Նո հերիտնից տեղից որ նա թաղում առնեմ բոլորը միասին։ Կազմակերպված գյուղ, շատ լավ է։ Շատ լավ անդամ, շնորհակալ եմ։ Դե մինչև 2000 թիվը շատ վատ էր։ Մարդիկ վառելիք չունեին, մարդիկ ես չունե, բայց դիմացան եղան, գնացենք առաջ մանդրից, լավ է այդ։ Քո հաղորդումները միշտ նայում ենք, այն օրը էլի գյուղն էի գնացել։ Նախորդ անգամ որ գյուղն էին գնացել, Արձական, Կոտայք են գնացել։ Թորս ասում է, տատի, արևիկն է, արևիկն է։ Ապրեք շատ։ Ուզում ենք, որ մեր հայրենիքում ամեն ինչ լավ լինի։ Լավ է, պետք է որ լավ լինի։ Որ իրար մեկնել, իրար պաշտպանեն, մեկին լսի, իրար տուն չքանդեն, ժողովուրդը լավ կապրեն։ Ես մեր սերունդը մեղք է, մեղք, շատ մեղք են։ Գյուղում ունեք մշակույթի տուն, թե չկա։ Կար, հետ չկա։ Հիմա չկա։ Կա շենքը կայնա դա, բայց բանի պետք չի։ Հա, խմբակներ չկան Ոչ այդտեղ։ կան, մենք առաջ ունեցել ենք ամեն ինչ։ Ամեն ինչ կար, այնա ընտիր մանգապարտեզը սարքն 30 տարի է մենք մանգապարտեզ չունենք։ Հիմա են սարքում։ Արդեն հենա որ մի օր ելնես գից, կտեսնես, մասսիվում շատ ընտիր շենք ապրեն իրանք։ Երևի մինչև սեպտեմբեր ասել ենք հանձնենք, տենանք։ Յուրաքանչյուր իրեն հարգող գյուղ պետք է ունենա դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն։ Մեկ էլ ասված, խմելու ջուր։ Խմելու ջուր։ Դե Օրինակ ես այդ ամենակարևորն է, դրանցից հետո։ 5 տարի է, առաջ պրոբլեմ եղնում էր խմելու ռոռոգման ջրի համար։ Բայց ես 5 տարի է մեր գյուղը ռոռոգման ջրի համայրը պահանջ չկա։ Միշտ կա։ Հա։ Ճիշտ ասենք, պրամիկայի բանի ժամանակ մի օր երկու օր էդի ոչ բան չի ասում։ Բայց շատ ընդիր է։ Այդ լավ է։ Բոյաման, թակավոր լինելուց լավ բան, կերխմի կեփարա շարունակ, աշխարհը խալի է ոտի տակ։
Իչի։ Մահերիչի։ Մհեր իչի։ Հեսա ընկնելու ես։ Վայ, ես իշքան բալիկներ կան էստեղ, բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ։ Ձեր երեխեքն են։ Մհեր։ Մհեր իչի։ Ասեք իչնի։ Հենց հիմա իչի։ Ուզում ես ընկնես այ տղա։ Ուզում ես հիվանդանոց ընկնես։ Իչի, շուտ արա։ Մհեր իչի, հեսա պապային ձեն եմ տալու։ Բա, պապային ասելու եմ գա հեսա որ չիչնես։ Արի իչի նկարվում ենք։ Երեխեք, ոնց եք։ Լավ։ Գործերը լավ են, Աշոտն է, իրեն չեք ճանաչում։ Չէ, հայտնի չի ինքը։ Ինձ ճանաչում եք։ Ինձ էլ չեք ճանաչում։ Վայ արա, լավ չի։ Ես Արևիկն եմ, դուք ով եք, քո անունը ինչ է։ Միլենա։ Դու Միլենան ես։ Հա դու։ Անին։ Դու Անին ես։ Սպարտակ։ Սպարտակն ես դու։ Հա դու։ Գայանա։ Գայանեն ես։ Ինչով եք զբաղվում երեխեք, այս շոկ ամռանը։ Տունով տերեսեր են նայում։ Ինչ եք անում։ Հեռուստացույց եք նայում։ Երեխեք, տունով կա չկա։ Բարև ձեզ։ Գնանք ներս։ Եկեք։ Բուրդ ենք չփխում, ժողովուրդ ջան։ Սովորում ենք։ Օպա։ Կյանքում չեմ արել է սենց բան։ Սովորի որ անես։ Բա։ Սա դոշակի բուրդն է։ Ոչ, վերմակ։ Վերմակն է։ Հա։ Երբ որ ամառը գալիս է, բոլոր անկողինը այսպես բացում եք, բուրդը լվանում եք, հա։ Այո։ Բա։ Քաղաքում այսպիսի բաներ չեն անում։ Արևիկ դու ես սովորի։ Հա։ Անա։ Շատ դժվար է քանդելը, հետո մեջը տեղավորելը, կարելը։ Հեսա փորձեմ, հələ բայ այք։ Լենց կսովորեցնեք։ Ոնց պետք է անենք։ Դες կողքի եք։ Խփում։ Սենց։ Կողքի։ Կողքի։ Սենց։ Հա։ Վայ արա։ Հա, ճիշտ է։ Տեսեք, դուք որ արեցիք, ինքը բացվեց։ Հիմա փակված է։ Այսպես անում եք, ինքը բացվում է։ Այո։ Հա։ Բայց ուժեղ պետք է խփեք այդպես։ Օ, Այդպես ուժեղ եք խփում, ինքը բանը։ իսկ այդպիսի մեքենա չկա, որ մեքենան անի էլի, մարդիկ այսպես չչարչարվեն։ Չէ։ Դեռ չի ստեղծվել։ Ստեղծեք բուրդ չփխելու մեքենա։ Մարդկանց կյանքը հեշտացնենք։ Ձեր անունը կհիշեցնեք ինձ։ Սիլվա։ Դուք Սիլվան եք, Անուշն էլ ձեր հարսն է։ Այո։ Դե ասեք տեսնեմ որտեղ Արի տատի։ եկել։ Ես հոկտեմբերյանից եմ եկել 6-րդ սովխոզ։ Ստեղ ապրել եմ, ունեցել եմ 6 երեխա, իրանք են իմ մոտը, մեկ էլ մի հատ երիտասարդ տղա ունեմ, էլի իմ մոտնա։ Մնացածը առանձնացել են, աղջիկս ամուսնացել ուրիշ տեղա, տղաներն ամեն մեկը իր տունը են, մի տղես տուն չունի, տն որ ապրում։ Որ շատ որին չեն կարա էլի, ինքը 5 երեխա ունի, են 9 հոգի են տունը հիմա։ Փառք ասու աշխատում են, տղաներս բոլորը իրար հետ աշխատում են, եղբայրներով լավ են, աշխատում ենք, մեր քրտիկով ապրում ենք։ Անուշ ջան, դուք ինչ կասեք, ոնց է կյանքը անցնում։ Ես ով եմ գյուղին։ Գյուղից եկել եմ գյուղ։ Որ գյուղից եք եկել։ Խանջան։ Դուր։ Հա։ Այս մանկությունից էլ դժվարությունների սովոր եմ։ Աշխատել եմ, հա ասենք հողամասերում բան։ Հիմա եկել եմ ստեղ եմ գործ եմ անում առավոտից, տենց անասուն ենք պահում, ամուսինս տանը չի, գործի է, տենց։ Ապրեք դուք։ Դուք հայ կնոջ իսկական օրինակ եք։ Հայոց լեզվի գրականության ուսուցչուհին միշտ ասում է, ընտանիքը դա մութ անտառ է։ Այո։ Այո։ Չգիտեք,
որ ընտանիքում ինչ է կատարվում։ Տեսեք, մեր Հայաստանում հիմա շատ են անհաշտությունները։ Ընտանիքներում միշտ վիճաբանություններ, կռիվներ, բայց մենք ուզում ենք մեր հաղորդումներով մարդկանց խրախուսել, քարոզել, այսպես ասած, որ հաշտ ու համերաշխ ապրեն իրենց իրար հետ։ Գիտեք ինչի, որովհետև եթե մենք ուզում ենք ամուր պետություն, պետք է ընտանիքները ամուր լինեն, չէ՞։ Եթե երիտասարդները ներողամտություն ունենան, իրար ներեն, այնպես չի որ մեկը իդեալական է, մեկը եսի միջը կրվարար բանը։ Իրար հետ իրար ներեն կարան ապրեն։ Մեկը մեկին սիրով, առաջինը սերա, ընտանիքի մեջ պետք է սեր լինի, որ մեկը մեկին կարողանա ների եւ հաշտվեն բոլոր գործերի մեջը։ Իհարկե։ Առանցները չեն կարա գնան առաջ։ Ներողամիտ եղեք միմյանց հանդեպ, սիրեք իրար։ Իհարկե։ Ու ամեն ինչ լավ կլինի։ Այո։ Երեխեք, ուզում եմ իմանամ, դուք ձեզ երջանիկ համարում եք։ Այո։ Ինչու՞, սկսենք հայկից։ Որովհետև մենք ունենք կայուն Լենողի։ Որտեղ առողջ ենք, ունենք լավագույն ծնողները։ Դու ինչ կասես։ Ես կասեմ, որ բոլոր երեխաները առողջ լինեն, вообще որ չիվանդանան։ Բարեմաղթանք ուղեց։ Դու քեզ ինչի ես երջանիկ համարում։ Ես ասեմ, Ասա։ որ մեր հայրիկները, մայրիկները, ծնողները մեր կողքին են։ Ահա։ Բա դու ինչ ես քեզ երջանիկ համարում։ Երջանիկ եմ համարում, որ բան մամաները, որ բան լինեն։ Առողջ։ Առողջ լինեն։ Վայ Ռոզաննա։ Շատ լավ է քո մաման մազերդ սարքել։ Իրեն մի հատ ոսկե մեդալ։ Քանի օր է որ պահում ես հյուսիկները։ Եվ մի 4 Չէ, 4 չէ։ 3 օր։ Չվադե չի, մի 20 օր։ 20 օր կա արդեն, վայ, սեպտեմբերի 1-ին կքանդես։ Հա? Ինչի՞։ Ամսի 5-ին։ Բայց կարողանում ես գլուխդ լվանաս։ Հա, նախորդ չորնում եմ։ Հա, շատ լավ է։ Երեխեք ջրոցին ոնց եք պատրաստվում։ Կգաք հիանալի։ Հավեսով խաղալի է։ Այո, անպայման։ Այստեղ եք նշելու, թե գնալու ուրիշտեղ։ Մեր գյուղի մեջ։ Հա? Անպայման։ Շլանգներով ջուրը քաշելու եք, հա? Դույլերով։ Դույլերով իրար ջրելը։ Կգաք։ Ջրոցի օրը։ Ձեզ սպասում ենք։ Երեխեք, իսկ ուզում եք որ դպրոցը բացվի, գնաք դասի։ Այո։ Կարոտել եք։ Շատ։ Ամենաշատը որ ուսուցչուն եք կարոտել։ Ամենաշատը բոլորին։ Բայց առանձնացեմ դասկեկին, Ընկեր Ավակյանին։ Բարև ընկեր Ավակյան։ Ռիփսիմեն ձեզ կարոտել է։ Ես եմ Ընկեր Գրիգորյանին։ Հա? Ես էլ Ընկեր Հարությունյանը շատ եմ կարոտել։ Բոլորին բարևներ։ Բա մեր գյուղի հետ կգաք։ Հենա եկել ենք։ Չէ։ Էլի գան։ Սա Մրգաշատ ընկացիներով գյուղը։ Հա։ Գալու ենք անպայման, այո, իհարկե։ Փողոց կմտնենք, մի հատ բան բացրոզվի դարպասներ կայտի մեծ։ Ձերտունա կգանք։ Դու արդեն մրգաշատի իմ ծանոթն ես, անպայման ձերտուն էլ կգանք։ Արդեն առին կգաք ստեղ։ Փորձենք, խոսք չեմ տալիս։ Տեսնենք ոնց կլինի, ապրենք, տեսնենք, հա երեխեք ջան։ Հայ։ Ասում եք որոշել եք մեծանակին չեք դառնալու։ Այո։ Դե արդեն իմացանք։ Ռուզաննան բժիշկ է դառնալու, բա դու։ Ուզում դառնամ հայտի Պարուհի։ Պարուհի, բարի գնում ես։ Այո։ Որտեղ ես։ Մեր արվեստի դպրոցում, Հիվանդանոցի վերևում։ Դուք գյուղում արվեստի դպրոց ունեք։ Այո։ Դու ինչ ես դառնալու։ Դատախաս։ Բան դատա ու Դատախաս։ Այ աման։ Ես մտածում էի կասես ամենայն հայոց վարչապետ։ Չէ։ Հայկ դու ինչ ես դառնալու։ Նիկոլ Փաշինյան։ Այսինքն Վարչապետ էլի։ Օ։ Լավներ հայկ։ Մենք ունենանք երկրորդ Նիկոլ Փաշինյանը։ Արեք նայենք։ Այ։ Արի։ Մի արի։ Բաղավտոնացնի նոր արի։ Կամե արի։ Չի կարելի։ Արի։ Վազի։ Արի։ Վազի։ Քոքաշինա։
Էս ինչ լավ արեգես դու, բարի օր։ Ոնց ես։ Գործերդ ոնց են։ Լավ են գործերդ։ Ինչ կա չկա։ Բան չկա։ Բա դու որոշել ես մեծանաս ինչ ես դառնալու։ Ոստիկան։ Ոստիկան։ Հա։ Ինչ ես որոշել ոստիկան դառնաս։ Գողել եմ բերեմ Բոլոր գողերին բռնես։ Արի մի քիչ մոտ։ Պես միայն շորշը կա։ Գողություն չանեք, թե չէ արեգը ձեզ բռնելու է։ Քանի տարեկան ես դու։ 6 Չէ, խափմա 4 4 տարեկան ես։ Մանկապարտեզ գնում ես։ Հա։ Հա, ունես հավանած աղջիկ մանկապարտեզում։ Հա, այնն ինչքան։ Քանիսն են։ Մի քիչ մոտ արի։ Քանի աղջիկա ես հավանում։ Լավ է ամանում։ Ինչ։ Լավ եմ ամանում։ Ինչ ասում։ Լավ եմ հավանում։ Լավ եմ հավանում։ Հա։ Հա, ում հետ ես ամուսնանալու։ Սակասի մամայի։ Սակասի մամայի։ Ում հետ ես ամուսնանալու։ Մամաս հետ։ Մամայիս հետ։ Այ, արեք։ Գնաս քեզ մի հատ գրկեմ։ Այ քեզ գրկեմ։ Ոխ, դու շատ լավ արեգես է, դու արեք ես արեմ։ Հա։ Մենք գնացինք։ Բարևիկը չի գալիս թե։ Տեսություն, Արմինեն։ Հա։ Կբերենք իրեն։ Անպայման։ Անպայման կբերենք։ Ուրախոմի կչկակոմի։ Այդ քարը ասում էր է։ Ինչ ասում։ Այդ քարը որ բան է, որ գնացել է Կարիլովանա, Գագլովանալու։ Անուշիկին էլ ես ճանաչում։ Այո։ Անուշիկ, քեզ Լենուղում ճանաչում են, Անուշիկ։ Այս Անուշիկը կուրախանա։ Անուշիկին ու Արմինեին վերեմ մրգաշոտ Լենուղի։ Մրգաշոտ Լենուղին ավելի մոտիկա։ Մրգաշոտ Լենուղի էլի։ Միասին մոտիկա։ Լենուղեցիներ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց ենք։ Լավ։ Իսկ դուք շոքա երեխեք։ Ձեր գյուղում շատ շոքա։ Երևանում, կամ Արարատի մարզում, Կոտայքում, այսքան շոկ չի։ Ոնց եք դիմակայում։ Ասեք տեսնեմ։ Գնում ենք, պաղպաղակներ ենք առնում եւ հովանում ենք, սառը հյութեր ենք առնում, հովանում ենք։ Իսկ գյուղում լողավազան չունենք։ Ոչ։ Տան տարածքում էլ չունենք արհեստական։ Ունենք, բայց հələ չենք դրել։ Վայ, բա ինչի՞ չեք դրել։ Պետք է դնենք։ Շատ լավ է։ Իսկ մեծա։ Չէ, այս կլոր է։ Այնքան որ մտնենք մեջը հովանանք։ Ասում ենք առնել մեծը։ Ահա։ Իսկ լողալ սիրում եք։ Այո։ Կաբին լողիա գնում։ Հա, որտեղ։ Հոկտեմբերյան։ Բա դու ինչ ես անում, Արիանա։ Մենք բարի ենք գնում, որտեղ համերգներ ենք տալի։ Որտեղ եք բարի հաճախում։ Արվեստի դպրոց։ Մեր գործող արվեստի դպրոցում։ Մեր փողոցի վերջնա։ Դու էլ ես բարի հաճախում։ Մենք երեքով գնում ենք նույն տեղը, թեկուզև ինքը հոկտեմբերյանից է գալիս է, գնում ենք երեքով, բայց հիմա չկա, որովհետև արձակուրդ է։ Հա, իսկ արձակուրդը լավ է անցնում։ Այո։ Մենք այս վերջերս 3 ավելի ճիշտ գնացինք, որ գնացել ենք Ծաղկաձոր պարելու, համերգ տալու, գնացինք 3 մեդալներ ենք ստացել եւ պատվոգրեր, որ հաճախել ենք այդ համերգին։ Լենուղու պատիվը բարձր եք պահել, հա։ Այո։ Ահա, իսկ դուք սիրում եք ձեր բնակավայրը։ Այո։ Գյուղը մաքուր են պահում երեխեք բնակիչները։ Հա։ Ըստ ձեզ, գյուղը ինչի կարիք ունի։ Ինչի անհրաժեշտություն եք դուք զգում։ Խաղահրապարակի եւ լողավազանի, որ ամառները գնանք հովանանք։ Ահա։ Դու ինչ կասես։ Որ դեղատուն կա այստեղ։ Պատրաստում են, սարքում են։ Մանկապարտեզել են սարքում։ Ահա, շատ լավ է։ Խուճուրը կհաճախի նորակառույց մանկապարտեզ։ Այո։ Հա։ Դու գնացել եք մանկապարտեզ։ Այո, մենք գնացել ենք, ինքը գնացել։ Իսկ մենք գնացել ենք Արևադաշտի մանկապարտեզը։ Արևադաշտի մանկապարտեզ են գնացել։ Բարևներ Արևադաշտի բնակիչներին, մենք ձեզ սիրում ենք։
Հա։ Մենք գնացել ենք Արևադաշտ։ Մոտիկ է այստեղից գյուղը։ Դաշտերը միջով են գնում, հա, մոտիկա։ Բա գրքեր կարդում եք։ Այո։ Ես այսօր կարդում էի մի գիրք խորհրդավոր կղզին։ Ահա, այդ գիրքը քեզ ինչ է տվել, ինչ է սովորել այդ գրքից։ Ամեն ինչ, գիտելիքներ, նոր բառեր եմ սովորել, իրենց բացատրությունները։ Դու ինչ ես անում, ինչով ես զբաղվում հիմա։ Ես օգնում եմ տատիկիս ու մայրիկիս։ Տան գործերի մեջ ապրես ու կարողանում ես պատրաստել։ Դեռ չէ։ Բայց ես կարողանում եմ։ Սուրճ կարողանում ես պատրաստել։ Այո։ Ապրես, Ես սուրճ պատրաստել։ Դա ամենակարևորն է, միշտ հիշեք։ Հետո երեխեք ջան, բակային խաղերով զբաղվում եք։ Այո։ Որ խաղերն եք շատ սիրում։ Մեծ մտնոցի, վոլեյբոլ։ Բոլորը։ Պահկվոցի։ Ահա, հենց արդեն արևը մայր է մտնում, սկսում եք դուրս գալ ու խաղալ, հա։ Ահա, թաղամասի երեխաներով հավաքվում եք։ Այո, հավաքվում ենք, խաղում ենք։ Գնացել ենք այն օրը, գնացել ենք մի քիչ հեռու, խաղում ենք այնտեղ երեխաների հետ։ Գնում ենք այնտեղ դպրոցի հայաթը, երեխաների հետ խաղում ենք։ Այնտեղ տուրնիկներ կա, դրանց վրա խաղում ենք։ Իսկ ինչ երազանքներ ունեք ձեր կյանքի հետ կապված։ Ես ուզում եմ, որ ունենամ հեռախոս, մեկ էլ ունենամ ռոլիկներ։ Ինչ հեռախոս ունենաս։ iPhone։ Չէ, Samsung։ Հա դու հեռախոս չունես։ Իմ դասարանից բոլորն ունեն, բացի ինձնից։ Դա ես էլ եմ ուզում ունենամ։ Այդ լավ է, որ չունես։ Գիտես։ Շատ լավ է։ Քանի տարեկան ես։ 10 դառնում եմ դեկտեմբերի 12-ին 11։ Ահա։ Այդ լավ է, ես քո ծնողներին հայտնում եմ շնորհակալություն, որ դու հեռախոս չունես։ Դու գիտես ոնց ես փրկվել։ Հա, փրկված ես դու։ Այո, այս աշխարհում գոյություն ունի փրկված մարդ, ժողովուրդ։ Չէ, դու քո ծնողներից ցանկաց չնեղանաս, իրանք շատ ճիշտ քայլ են արել։ Ես էլ որ երեխա ունենամ, իրեն մինչև 15 տարեկան հեռախոս չեմ տալու։ Հաստատ, որովհետև պետքա դուք շփվեք, այսպես դեմ առ դեմ։ Խաղեր խաղակ ոչ թե հեռախոսով, այլ դրսում բակային խաղերով զբաղվեք։ Պատկերացրիք։ Ահա, որովհետև բոլորը մտնում են հեռախոսի մեջ ու մոռանում են իրական շփման մասին, երեխեք։ Հեռախոսներից վատ բան այս աշխարհում չկա, այնպես որ ապրեք։ Ես ուզում եմ, որ մեր գյուղում կառուցեն եկեղեցի։ Ես ուզում եմ, որ մեր գյուղում կառուցեն սրճարան։ Հայք, մերակ մասիսն է երևում, բայց սիսը ուր է։ Երևի շոկից հարբել է։ Երևի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Գերազանց։ Ձեր անունը ի՞նչ է։ Աղվան։ Ահա, ես Արևիկն եմ, եկել եմ տեսնեմ Լենուղում ինչ կա չկա։ Ամեն ինչ էլ կա Լենուղում։ Բացի ծիրանից։ Ծիրան չունեք։ Չէ, ծիրան չունենք։ Մենք դաշտ ենք գնացել, շատ քիչ էր ծառերի վրա։ Շատ քիչ, կարելի է հաշել։ Այո։ Ծառը կարելի է հաշել։ Տեղ կա ոչինչ, ընտիրա, 50%, 60% կա այն կողմերի վրեն։ Ճակատամարտի։ Սկսել կողմ չկա ծիրան։ Այստեղ մոտավորապես ինչքան բնակիչ կա։ Եդի չեմ կարացամ, երևի մեջ Մոտ 2000։ Չէ, այդքան չի լինի։ Ինչ թազանները նոր այստեղ սովխոզա է։ Էսի 10-րդին է, 5-րդին է, նոր այստեղծ է։ Դա մոտ 1500 բնակիչ կլինի։ Երևի։ Հա։ Դե չեմ ես դրանով զբաղվել, կլինի։ Միմյանց ճանաչում եք այստեղ։ Լրիվին ես ճանաչում եմ, փոքրներին չէ, բայց տարիքավորներին, տարիքներին լրիվին ճանաչում եմ։ Մենակ որ փոքրին ասեք ում թորն ես, ասի ում թորն է, այդպես կճանաչեք։ Ճանաչում։ Հա։ Հա։ Առողջականը ո՞նց է։ Ում առողջ։ Ձեր։ Ոչինչ։ Մի օր լավ, մի օր վատ այդ արդեն 75 տարեկան եմ, նոր փոքր չեմ։ Կարևորը ձեր կյանքից գոհ լինեք։ Գոհ եմ։ Ամեն ինչից էլ գոհ եմ։ Ընձնից էլ, իմ երեխեքից էլ, 10 երեխա ունեմ, 10-ից էլ գոհ եմ։
Շատ լավ է։ Դե ձեզ առողջություն ենք մաղթում։ Աբեք, շնորհակալ ենք, մենք էլ ենք շնորհակալ։ Աստված տա այս աշխարհի խաղաղություն, ամեն ինչն էլ նորմալ լինի։ Ծիրանն էլ շատ լինի, գոնե եկող տարիներին։ Դա Աստված։ Բնությունա չես կարասես։ Սիրելի հայրենակիցներ, Լենուղու կենտրոնական հրապարակում ունենք այսպիսի հուշահամալիր, որտեղ տեղ են գտել մեր հերոսների նկարները։ Ես ուզում եմ նրանց անունները բարձր կարդալ, որպեսզի ճանաչենք Լենուղու հերոսներին։ Ատոմ Հրաչիկի Սարգսյան, Հովսեփ Քերոփի Սարուխանյան, Վալերի Քերոփի Սարուխանյան, Թաթուլ Վարդանի Թովմասյան, Մուշեղ Սարգսի Մուրադյան, Գարիկ Սարգսի Մանուկյան, Սերյոժա Մամիկոնի Ղուկասյան։ Հերոս, անունդ միշտ վառ կմնա մեր սրտերում, սխրանքդ սերունդների հուշերում։ Ուզում եմ ասել, որ Լենուղու փողոցները նկատեցի անվանակոչված են հերոսների անուններով։ Շնորհակալ ենք բոլորից հանուն հայրենիքի իրենց կյանքը չխնայելու համար։ Շատ ուրախացա, երբ տեսա, որ Լենուղում կառուցում են լիովին նոր մանկապարտեզ, որը շուտով կհանձնվի շահագործման եւ գյուղի փոքրիկները իրենց առօրյայի մեծ մասը կանցկացնեն հիանալի միջավայրում։ Երեխաներ, ո՞րն է աշխարհի ամենալավ գյուղը։ Լենուղի գյուղը։ Այո։ Շնորհակալություն մեր հաղորդաշարի գլխավոր հովանավոր F-Net Telecom ընկերությանը, որը առաջարկում է հզոր ինտերնետ կապ, բազմաթիվ հեռուստաալիքներ, մի շարք խելացի լուծումներ, F-Time հարթակը։ Մանրամասների համար զանգարեք 89 88 կարճ հեռախոսահամարով կամ այցելեք fnet.am։ Շնորհակալություն Emily Farm դեղատների ցանցին։ Սիրելի հայ ժողովուրդ, մի քանի ժամ հուլիսի 1-ին անցկացրեցինք Արմավիրի մարզի, Արմավիր համայնքի Լենուղի բնակավայրում։ Շնորհակալ ենք բոլոր քաղցր լենուղեցիներին, մեզ այսպես արևոտ կերպով դիմավորելու, հյուրընկալելու համար։ Բոլորից շատ սիրում եմ, նոր ենք կհանդիպենք, սիրելիներս, Արարատի եթերում։